Բարև ձեզ։ Հայաստանում կայացած խորհրդարանական համապետական ընտրություններից արդեն անցել է ավելի քան 10 օր, սակայն չի կարելի ասել, թե ընտրական գործընթացը ավարտվել է, չի կարելի ասել, թե ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է, թեև փողոցներում եւ հրապարակներում բողոքի ակցիաներ չկան։ Ընդդիմադիր ուժերը չեն համակերպվում ընտրությունների արդյունքների հետ, նրանք համարում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրականությունը, նրանցից առնվազն 5-ը հայտարարել է սահմանադրական դատարան դիմելու իր մտադրության մասին, իսկ իշխանությունը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, իսկ վարչապետը կոշտ բառապաշարով, կոշտ հռետորաբանությամբ քննադատում է ընդդիմության առաջնորդներին։ Ազգային ժողովը սահմանափակում է երկքաղաքացիների ընտրության իրավունքի իրացման շրջանակները։ Այս միջոցին բավական ուշագրավ է Ռուսաստանի շատ խոսուն լռությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահը չի շտապում շնորհավորել։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ են մտմտում Կրեմլում եւ որն է նրանց պլան B-ն Հայաստանում եւ Հարավային Կովկասում իրենց ունեցած ազդեցությունը եւ դիրքերը առնվազն չթույլատնելու համար։ Գլոբալ աշխարհում եւս տեղի ունենում բավական ուշագրավ զարգացումներ, Միացյալ Նահանգներ Իրան ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր, չնայած անմիջապես դրանից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, թե այդ հուշագիրը վերջնական չէ։ Իսկ G7-ի երկրները սեղմում են օղակը Ռուսաստանի շուրջ։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես գիտեմ, որ ներքաղաքական հարցերից առանձնապես չեք սիրում խոսել, բայց պիտի խոսենք։ Եվ ուրեմն նախորդին եղավ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հետընտրական կոալիցիա եւ համակարգող խորհուրդ ձևավորելու մասին։ Ձեր կարծիքով որքանով է իրատեսական այս նախաձեռնությունը, եթե հաշվի առնենք, որ եւ նախընթաց տարիներին եւ նախընտրական քարոզչության ժամանակ, այսինքն մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկը, այս ընդդիմության ուժերին հնարավոր չեղավ համախմբել։ Ես մշտապես տեսակետ եմ արտահայտել, որ համախմբում տեղի չի ունենա, այսպես իրական իմաստով, այսինքն ասում էին թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն էլ կմիանա, չեմ կարծում, բայց ընդդիմությունը պիտի ցույց տա, որ ինչ որ քայլերի է գնում, որովհետև հիմա իրենց ընտրողները, այլ հարց է ինչպես են նրանք ընտրվել եւ ստացել այդ ձայները, սպասում են հասկանալու, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը եւ քանի դեռ հստակ որոշում չկա եւ ես վստահ եմ դա կլինի Փաշինյան-Պուտին հնարավոր առաջիկա հանդիպումից կամ Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու մասին, դրանից հետո, քանի որ այդ քայլերը ավելի պարզ կլինեն, հիմա որպեսզի դատարկ այսպես լռություն չլինի, խոսում են այսպես ինչ որ կոնսոլիդացիաների եւ այլնի մասին, որպեսզի իրենց ընտրազանգվածին ցույց տան ինչ որ process-ների սկզբի մեկնարկը։ Բայց հայտարարության մեջ կարծես թե ոչ թե ինչ որ բան նախատեսվում էր եւ առաջարկվելու էր լսարանին, հա, իրենց համախոհներին, այլ քննարկենք ժողովրդի հետ, լսենք ինչ են ուզում եւ այլն եւ այլն։ Հենց դա եմ ես ասում, որ իրենք ինչ որ քայլեր դեռ չունեն, դեռ չկա որոշում, դա կախված է հանդիպումից առաջի դեմքերի մակարդակով, բայց որպեսզի չստացվի հանդիպումը դեռ նշանակված չի, որ ընտրությունը եղել է եւ մենք որևէ խոսք չունենք ասելու, իշխանությունը բարբերաբար ասում է դե մի բան ասեք, իրենք էլ ասում են սա, ոչինչ, այսինքն նուկավարիր։ այո։ Ասում եք այդ համախմբումը տեղի չունեցել եւ դուք այդպես էլ կանխատեսում եք, որ միավորում չլինի, այդուամենայնիվ, եթե այստեղ ինչ-որ բան ձևավորվի, սա ավելի շատ պարտվածների ակումբի կնմանվի, թե Սամվել Կարապետյանը իսկապես ունի ներուժ այդ միավորող անձը դառնալու։ Նախ իմ կարծիքով ինքը Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի, ես որքանով կարողացել եմ հետևել, բացի այդ նա խնդիրներ ունի այստեղ քաղաքականությամբ զբաղվելու օրենքի տեսանկյունից, դրա համար այսպես պատվիրակել է իր գործունեությունը տարատեսակ ընտանիքի անդամներին, բայց իմ վստահությամբ պարոն Կարապետյանը ինքը չի որոշում իր քայլերը եւ դա կախված է եւ նաեւ կոորդինացվում է Ռուսաստանում Աննա Կիրիենկո լինի թե չգիտեմ ինչ որ վարչություն
Կրեմլում կամ ՖՍԲ-ում որոշ շրջանակների հետ, որոնք ակնհայտ աջակցություն են ցուցաբերել պարոն Կարապետյանին, դա մենք չենք հնարում, մենք տեսանք Փաշինյան-Պուտին երկխոսությունը։ Հիմա իմ կարծիքով նրա հետագա քայլերը կապված կլինեն մի բանի հետ, արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստ է հիմա գնալ ուղիղ առճակատման Հայաստանի հետ տնտեսական ճնշման առումով, որտեղ լծակները կան, ինչքան էլ խոսենք նոր շուկաներից, բայց այն, որ Փաշինյանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից, Հայաստանը դուրս չի գալիս եւ նա խոսում է մասնակցության մասին, որ մենք խնդիրներ չունենք, ցույց է տալիս, որ կան։ Այո, կախվածությունը շատ լուրջ է, այն էլ հիմա, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ամբողջ աշխարհում անհասկանալի, փոփոխական իրավիճակ է։ Դրա համար Ռուսաստանը կմտածի գնալ առճակատման եւ ինչ որ կոնկրետ քայլերի, դա կախված է այն հանդիպումից, որը մենք կտեսնենք, կարծում եմ, մոտ ապագայում։ Հիմա առնվազն 5 քաղաքական ուժ արդեն հայտարարել են սահմանադրական 5 թե 6, չգիտեմ, հայտարարել են սահմանադրական դատարան դիմելու իրենց մտադրության մասին։ Ձեր կարծիքով որքան է հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կհաստատի կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումը կամ կչեղարկի եւ այլ որոշում կկայացնի։ Գիտեք, նաև որպես իրավաբան ես չեմ կարող կանխակալ այսպես կարծիք արտահայտել, որովհետև բոլոր կողմերը պետք է ներկայացնեն տեսակետ, թե ինչու են վիճարկում ընտրությունները, մենք պիտի տեսնենք արդյոք կան ընտրախախտումներ ըստ իրենց, կարող է կան, կարող է չկան, եւ ըստ այդմ, երբ արդեն մենք ազատ երկրում ենք ապրում, իհարկե խոսում ենք ճնշումների մասին, բայց համենայն դեպս գոնե համեմատած նախորդ ընտրությունների, մինչև 18 թվականը տեղի ունեցող, այնպես չի, որ ժողովուրդը տեղյակ չի լինելու ինչ process-ներ է տեղի կամ լայն փորձագիտական հանրությունը չի տեսնելու, արդյոք ապացույցներ կան, որ իշխանությունը կիրառել է ինչ-որ ռեսուրսներ կամ ճնշումներ։ Դրանից հետո պարզ կլինի, բայց ինձ համար անհասկանալի է, եթե ընդդիմությունը նախորոք նշում է, որ Հայաստանում ԿՀ-ն վաճառվել է, այսպես ասենք, իշխանություններին, իրենց ենթակայության տակ է, Սահմանադրական դատարանի հետ կապված էին բազմաթիվ անգամ այդպիսի բաներ նշում, հիմա իրենց մարտավարության տեսանկյունից սա սխալ եմ համարում, որովհետև ինչ որոշում էլ կայացվի, եթե օգուտ իրենց չլինի, պիտի ասեն մենք այդպես էլ գիտեինք, անկախություն։ Հիմա են ասում, հիմա էլ են ասում, որ մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանը մերժելու պարզապես բոլոր ատյանները պիտի անցնեն։ Բոլոր ատյանները անցան, հետո դիմելու են, ուր են դիմելու։ Հետո ինչ է նշանակում, հետո այսինքն ստացվում է, որ ընդդիմությունը պարզվում է ոչ միայն քաղաքական, այլև իրավական կապիտուլյացիայի է ընթարկվում։ Գիտեք, ցավոք Հայաստանում ընդդիմությունը միշտ չի որ պարտվում է, օրինակ տարիներ շարունակ խեղկատակությանը նմանվող դատավարությունները նախկին իշխանությունների հանդեպ ցույց են տալիս, որ ընդդիմությունը երբեմն նաև շահում է, տեսնենք։ Իսկ վարչապետի կոշտ հրետորաբանությունը ինչով բացատրել ընդդիմության լիդերների նկատմամբ, սա կարծես հրավեր չէ, թե արագացրեք, եթե փողոց եք դուրս գալիս, փողոց դուրս եկեք, տեսնենք ինչ եք ասում։ Կարծես պարոն Փաշինյանը, այսինքն մյուս կողմից էլ կարծես սեփական ուժերի վրա վստահություն, իր ընտրողների վրա վստահություն։ Գիտեք, կարծում եմ պարոն Փաշինյանը այստեղ Պուտինի խաղն է խաղում, նաև ինչ առումով, այլ տեսանկյունից։ Վլադիմիր Պուտինն էլ չէ, ասում է, դե արա կողմնորոշվեք, ԵՏՄ է գնում, թե Եվրամիություն, որովհետեւ ցույց տա, որ դեռ որոշում չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմանալով, որ որոշում չկա եւ դեռ չի լինի, քանի դեռ չլինեն ինչ-որ պայմանավորվածություններ բարձր մակարդակով, կամ լինեն կամ չլինեն, ըստ այդմ Ռուսաստանի քայլերը, ուզում է ասել, դե խոսեք, դե ասում էիք, ես չեմ ընտրվելու, հիշում եք այդ նախընտրական կոնստրուկտիվ բանավեճեր որ մենք ձեզ ենք ոչնչացնելու, մենք էլ ձեզ, հիմա դա հռետորաբանության շարունակությունն ենք տեսնում։ Իսկ վերջին օրերի իրավական գործընթացների ընդդիմության առաջնորդների, ընդդիմության գործիչների Քոչարյան, Ղազինյան եւ այլն, սա ինչ ազդեցություն կունենա ընտրության մարտավարության վրա։ Դեռևս չխոսենք իրավական կողմի մասին, քանի դեռ ինչ-որ մեղադրական եզրակացություն չկա, ամեղության կանխավարկած այդ ելնելով, բայց եզրակացություն չկա, այս ասած իրավական գործընթացները ընդամենը նկատի ունենալով, որ համաձայնություն է տրվել ազատությունից զրկելու եւ քրեական գործ է հասկանում եմ, խոսքը նրա մասին է, որ տեսակ վերլուծություններ կան, որ այո, վերջ արդեն նրանք ճաղերի հետևում են լինելու, չեն կարող ասել, խոսքը ձեր մասին չի, ձեր խոսքի, բայց ինչ վերաբերում է ազդեցությանը, տեսեք, եթե Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ նրանք նշում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանց մանդատները գողացվել են եւ եթե իրենք մանդատները վերցնեն, սա ցույց կտա իրենց խոսքի դատարկությունը։ Այսինքն եթե դուք նշում եք, որ կեղծված է եւ գնում եք կեղծված խորհրդարան, չես հասկանում, այսինքն ինչ մարտավարություն կա։ Բայց գործիչներին, որ լսում ենք, բոլորն է կարծես թե հակված են, չէ՞, մանդատները։ Բացի Սերժ Սարգսյանից, որ ինքը չի մասնակցել եւ բոլորին խորհուրդ է տալիս չվերցնել մանդատները,
դե դա լավ տակտիկա է իբրև թե խելացի, մնացածը ասում են մենք անելիք ունենք։ Գիտեք Ռոբերտ Քոչյանը նույն սկավառակն է անդադ պատոտում 21 թվականին նա ասում էր մենք կգնանք, իմպիչմենտն էլ Սերժ Սարգսյանն էր ասում, սա ուղղակի ապացույց է, որ իրենք որևէ հետագա մարտավարություն չեն, որ ասում են ԿՊ-ից 5 դեպուտատ կտանենք, 6 կտանենք, 7 կտանենք, այդ process-ները մենք տեսել ենք, որ տեղի չեն ունենում, հակառակ process-ը լինում է երբեմն։ Համենայն դեպս մի բան ակնհայտ է, այս խորհրդարանը իր կազմով ինձ համար գուցե նույնն է կամ ավելի նույնիսկ ցածր է մակարդակը նախկին խորհրդարանից, ինչու, որովհետև մենք չենք տեսնելու Հայաստանի արժեվ ծառայած մարտահրավերների շուրջ բանավեճեր, ինչ որ տեսակետներ, թե ինչ պետք է անել, մենք լուրջ խնդիրների արժև ենք բախվելու, այլ էլի տեսնելու ենք, դե դուք եկեք ծեփենք ձեզ պատին, այս խոսույթը։ Դերևս գործող ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությունը երկքաղաքացիների ընտրական իրավունքի իրացման սահմանափակումը, այսինքն պիտի որոշակի կեցության ցենզ ունենաս, որպեսզի նաև ընտրելու իրավունք ունենա։ Սա ինչպես է վերաբերում է սա նախաձեռնությանը, սա կառավարող կուսակցության վախն է, թե ընտրական համակարգը առողջացնելու միտում։ Այստեղ տարբեր տեսակետներ կարող են լինել, մարդիկ կան, որ ասում են մեր համաքաղաքացիները իրավունք ունեն մասնակցել Հայաստանի, ասենք ներքաղաքական զարգացումներին, հետո ինչ-որ ժամանակաշրջանում Հայաստանում չեն գտնում։ Մյուսները նշում են, որ եթե իրենք Հայաստանում չեն ապրում, ինչու պիտի ազդեցություն ունենան այստեղ ապրողների ճակատագրի վրա։ Հատկապես այս հարցը ակնհայտ է, որ իհայտ է եկել Ռուսաստանից եկող ինչ-որ ներհոսքներից, հետո խոսքերից հետո։ Իրենք էլ ասում են լավորից չէ, որ գնացել են այս քայլի։ Այո, դրա համար սա դեռ բանավեճի առարկա պիտի դառնա եւ չպիտի ընդունվի օրենք կոնկրետ ինչ-որ իրավիճակից ելնելով, բայց ինձ համար մի բան ակնհայտ է, Ռուսաստանում գտնվող հայ բնակչությունը ենթարկվում է ճնշումների։ Ինչու, որովհետև մենք լսում ենք, դեռ չի ենթարկվում խոսքային վերբալ մակարդակով, մենք դա լսել ենք եւ Պեսկովից, եւ տարբեր իրենց պաշտոնյաներից, որ մենք հիմա խնդիրներ կստեղծվեն, նրանք կարող է արդեն այլ միգրացիոն օրենքների առջև կանգնեն, բարձր չէ, որ մարդկանց ահաբեկում են եւ որպեսզի կան Հայաստանում քվեարկեն։ Եվ չի ստացվում, որ Հայաստանը այս սահմանափակումով նաեւ նվազեցնում է ճնշումները կամ վերացնում է ճնշումները, այլևս չեն կարող ճնշել, թե գնացեք ընտրեք։ Դե այնտեղ գրված չի լինելու միայն Ռուսաստանից եկող հայերը, այսինքն այլ մարդկանց վրա էլ է, չէ՞, սա տարածվելու, որոնք չեն ենթարկվում ճնշումների, նորմալ ժողովրդավարական երկրներում։ Այստեղ է, որ հեղեղուկ է խնդիրը, բայց իմ տեսակետը այն է, որ մարդիկ, որոնք մասնակցում են քվեարկության ելնելով իրենց հանդեպ որևէ ճնշումներից կամ իրենց գրպանի նկատմամբ հարվածներից, եւ իրենք չեն բնակվում Հայաստանում, այո, չպիտի այդպիսի իրավունքներ ունենան, այլ հարց է, որ նաև այստեղ ժողովրդավարության տեսանկյունից կարող են խնդիրներ նել, գուցե Վենետիկի հանձնաժողով կարելի է դիմել կամ ինչ-որ եզրակացության համար տարբեր եվրոպական ատյաններ, որպեսզի հետագայում Հայաստանի պրեստիժը, հեղինակությունը այստեղ վնասներ չկրի, եւ մի կարևոր բան եմ ուզում նշել վերջում ընտրությունների հետ կապված։ Տեսեք, ինքը իշխանությունն էլ կարծես խոցելի է դարձնում այս խորհրդարանը, որովհետև եթե դուք նշում եք, որ համատարած կեղծիքներ են եղել ընդդիմության կողմից, ընտրակաշառք, մենք ինչպես ենք իմանալու իրենց պատգամավորները, որոնք ընտրվել են, որ քանակությունն է ընտրվել օրինական ձայն ստանալով, որ քանակությունը, ասենք, փողի նյութական շահագրգռվածության եւ շատերը նույնիսկ արդեն արևմտյան դաշտում արևմտամետների ասում են, որ այս խորհրդարանը ունենալու է լեգիտիմության խնդիր։ Ստացվում է իշխանությունը լիովին ճիշտ 100% մաքուր ձևով է ընտրվել։ Դե հա, ասում են, որ ընտրությունները ընտրողների կամքի արտահայտման իմաստով անխոցելիորեն լեգիտիմ են։ Այլ հարց է, որ ընդդիմությունը այդ ընտրակաշառքներով, բաներով ստացվում է իշխանությունը լեգիտիմ է, ընդդիմությանը ոչ։ Գիտեք, սա կազուս է, որը ստեղծվել է իշխանությունների պատճառով, որովհետև եթե իրենք արգել էին եւ պարզ էր, որ այս ընդդիմադիրները բաժանելու են ընտրակաշառք, իրենց գործունեությունը, որի կոչը արվել էր եւ որոշ ուրեմն քաղաքական գործիչներ կուսակցություն նույնիսկ դիմեցին այդ կոչով ԿՀ-ին, հակառակը օրինակ Բարգավաճ Հայաստանի որոշ անդամների վերաբերյալ որոշում դատանի արդեն օրինական ուժի մեջ մտածք եղավ, որ իրենք ընտրակաշառք չեն բաժանել երբևիցե, հիմա էլի մեղադրում են իրենց ընտրակաշառք բաժանելու։ Բայց այդքան ձայնագրություններ, հակակոռուպցիոնի այդքան գործունեություն Դե հիմա ակնհայտ էր, որ այս ուժերը բաժանելու էին գումարներ եւ նրանց թողել մասնակցել ընտրությունների։ Հիմա էլ ասել եկեք մանդատը վերցրեք, բայց դուք կաշառք եք բաժանել, այդպես եք ընտրվել, այստեղ խնդիրներ կան։ Լավ, Ռուսաստանի մասին խոսեցինք,
Այս ընթացքում մինչև այս պահը, երբ որ մենք զրուցում ենք, Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռ չի շնորհավորել։ Ինչ կա այս դեմոնստրատիվ, ասեմ, ցուցադրական, ասեմ, լռության տակ։ Ինչ է մտմտում Կրեմլը, որն է նրա պլան B Հայաստանում եւ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Իհեսնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ, մենք Հայաստանի ներքաղաքական հետընտրական զարգացումների մասին խոսեցինք, հիմա Հայաստանի ընտրություններ եւ Ռուսաստան եւ վերջին հարցը վերաբերում էր Կրեմլի լռությանը։ Ինչ է սա նշանակում։ Դե իրենք ստեղծում են կերպար, չգիտեմ դա իրականում թե ոչ, որ չեն ցանկանում Փաշինյանի վերընտրվելը եւ ուզում են օրինակ Սամվել Կարապետյանի ցանկանում են կամ Ռոբերտ Քոչարյանի։ Հիմա երբ դեռ ընդդիմությունը իբրև թե որոշում չունի եւ դեռ չեն հանդիպել առաջին դեմքերը եւ դեռ պարզ չի Նիկոլ Փաշինյանը ինչ քաղաքականություն է վայելում Ռուսաստանի հանդեպ, Վլադիմիր Պուտինը լռում է։ Բայց կարծես Նիկոլ Փաշինյանը հանգիստ էր, երբ իրեն հարցրեցին, ասաց չի շնորհավորել, կշնորհավոր Այսինքն գուցե գտել է այն ճանապարհները, որ կարելի է գործարքի գնալ օրինակ Ռուսաստանի հետ, կարող է գործարքի գնալ ինչ-որ անձանց հաշվին, գիտեք, որևէ բան այս կյանքում բացառված չի, օրինակ, ով է ասել, որ իմունիտետ է տրված 100%-ով Ռոբերտ Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին, եթե Նիկոլ Փաշինյանը բավարարի ինչ ցանկություններ, դա եթե ռուսական կողմից, որը մեկը չի կարող բացառել, որ կշնորհավորեն մի բան էլ ավել, եկեք չմոռանանք, որ ինքը Վլադիմիր Պուտինը բազմաթիվ անգամ աջակցել է Նիկոլ Փաշինյանին, ասելով որ նա դավաճան չի, կապիտուլյանտ չի, երևի ընդդիմությունը մոռացել է դա։ Համենայն դեպս իրենք կճանաչեն ընդդիմությունների արդյունքները, այդ կեղծ թեզերը, թե ահա ռոպագանդիստների շուրթերով պետք է չճանաչել, զատուլինների եւ այլն, սա ընդհանրապես փորձում են ճնշել հոգեբանորեն Հայաստանի իշխանությունների վրա, որը կարծում դեռ չի հաջողվել։ Ռուսաստանը կաջակցի Սամվել Կարապետյանի այս նախաձեռնությանը հետընտրական կոալիցիա ձևավորելու։ Այսինքն այստեղ գաղափարը ծնվել է, պիտի վերլուծենք կոաջակցի թե չէ, թե ընտելիցի այդ գաղափարը եկել պիտի աջակցի։ Երկրորդ տարբերակը միանշանակ գաղափարը ծնվել է այնտեղ իմ կարծիքով, հիմա որպեսզի չասեն հատո դատի տան մեզ ասեն, այդպեսի բան չկա, ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանի Հայաստան գալու հանկարծ հիշելու, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, չնայած նրա հետ նորմալ հարաբերություններ երբևիցե որևէ խոսք չի ասել, նույն պատերազմի ժամանակ մենք հարային չենք լսել նրա խոսույթը, հիմա ասում է ես ասել էի կանգնիր այստեղ, չգիտեմ, այդպիսի բաներ են, չէ՞։ Շրջանառում ցույց է տալիս, որ Հայաստանում հայտնվելը համենայն դեպս գուցե նաև ինչ-որ հորդորների տեսքով է, ինչ ասած, ես դրա մասին շատ եմ խոսել եւ կարելի է այդ հարցը բարձրաձայնել։ Հանրային հեռուստաընկերության եթերում ինչ-ինչ անձինք նշեցին, որ պարոն Կարապետյանը ունի բիզնես խնդիրներ Ռուսաստանում։ Եթե դա այդպես է, դա փոխում է արդեն իրավիճակը, եթե ոչ, ուրեմն սա արդեն զրպարտություն է։ Այս ամենով հանդերձ Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում եւ Հայաստանում մասնավորապես անխուսափելիորեն թուլանում են, հատկապես եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանի անմիջապես արևառությամբ Միացյալ Նահանգներ, Իրան այս փոխըմբռնման հուշագիրը եւ ընդհանրապես այդ գործընթացը։ Դեռ որևէ բան պարզ չի, ակնհայտ չի, թե կլինի համաձայնություն, թե ոչ։ Կարող է մենք հիմա ձեզ հետ խոսենք հաջորդ պահին, որևէ բան փոխվի, համենայն դեպս խոսում ենք այդ փոխըմբռնման հուշագրի մասին, այսօր Տրամփը ասել է, թե վերջը չի, վերջնական չի տեսնել։ Ես վստահ եմ, որ վերջնական չի, որովհետև կան երկրներ, որոնք խոչընդոտ են այդ գործընթացին, մենք գիտենք դա, որ երկրներն են, Ռուսաստանը, Չինաստանը եւ իրենք տարածաշրջանում ունեն իրենց շահերը, հանձինս մեկ գոտի մեկ ճանապարհ։ Ինչպես կխոչընդոտեն։ Արդյոք որ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով, այդտեղ Չինաստան, Ռուսաստանը իրենց վետոյի իրավունքը կօգտագործեն։ Ես դա էլ եմ իհարկե մտածում, բայց դա վերջին արդեն տարբերակն է։ Մինչ այդ Իրանում բազմաթիվ են տեսակետները, որ մենք համաձայնության գնում ենք այս պահին թղթի վրա, բայց իրականում չենք կատարելու, այսինքն ես լսում եի օրինակ Վարդազարյան Պաշտոնյանների, որոնք ասում էին, որ հարստացված ուրանը չի դուրս գալու Իրանից։ Իսկ ԱՄՆ-ն այլ բան է ասում, որոնք նշում
ասում են, որ Իսրայելում մենք Հեզբոլլայի դեմ մեր պատերազմը չենք կանգնեցնելու, հակասություն։ Այստեղ Տրամպը նույնիսկ այսօր հայտարարեց, որ եթե ես գող չլինեմ, նորից հարված ներկայացնենք։ Օրմուզի վերահսկողությունը Իրանում Իսլամական պահապանների կորպուսը ուզում է ինքը իրականացնել։ ԱՄՆ-ն ասում է տարածաշրջանային երկրներով կորոշեք, այնքան հարցեր կան։ Ստեղծվելու է մարմին, որը վերահսկողություն է իրականացնելու այս համաձայնության կատարման համար, ովքեր են մտնելու այդ մարմնի մեջ։ Եվ այն, որ Չինաստանը արդեն թերահավատ է, արտաքին գործերի նախարարը նշել է, որ շատ բարդ բանակցություններ են սպասվում 60 օրվա։ Չինաստանը բայց բավական զուսպ է այս ընթացքում։ Միշտ զուսպ է եւ դրա համար շահում է։ Ցավոք այս պահին մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ղեկավարության հախուռն հայտարարությունները իրեն ավելի խոցելի իրավիճակում են դնում։ Մենք ռեժիմը չենք ուզում փոխել, դուրս եկեք փողոց, մենք ձեզ կաջակցենք, չսկսենք այս հակասությունների շարքը, բայց այն, որ ԱԳՆ ղեկավարը նախկին Իրանի Զարիֆը հայտարարել է 15 թվականին, որ 20 թվականին, որ Ռուսաստանը 15 թվականին խանգարել է միջուկային համաձայնագրի կայացմանը Իրանի եւ Արևմուտքի միջև, ցույց է տալիս, որ Ռուսաստանը ինչ որ ռեսուրսներ ունի այստեղ։ Դուք ասացիք, փաստորեն կարող եմ հասկանալ այսպես, որ հարցերն ավելի շատ են, քան թե պատասխանները։ Միանշանակ, որովհետև տարբեր բաներ են ասում հենց նույն կողմերը Իրանը եւ ԱՄՆ-ն։ Իսրայելը ասում է, ես որևէ պարտավորություն չունեմ, չնայած այդտեղ կա իր անունը Հեզբոլլայի հետ կապված, կամ ԱՄՆ նախագահը խոսում է, որ Սիրիան պիտի պայքարի Համասի կամ Հեզբոլլայի դեմ, ինչպես պիտի Սիրիան պայքարի, շատ են, չափազանց շատ են հարցերը եւ այստեղ մի կարեւոր հանգամանք կա։ Մենք խոսենք G7-ի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Տրամպը նշեց, որ հիմա իրեն գուցե նորից խստացնեն պատժամիջոցները ռուսական էներգակիրների նկատմամբ։ Հիմա ըստ մեզ Կրեմլը հակակալ չի անի, որպեսզի նորից ուրեմն մերձավոր արևելքում իրավիճակը սրվի եւ չլինեն այդ քայլերը ԱՄՆ կողմից։ Տրամաբանորեն պիտի անի։ Եվ ունի լծակներ, հանձինս օրինակ Պահապանների կորպուսը ավելի ռադիկալ է տրամադրված, ես էլի բաժանում եմ երկու խմբի։ Վերջերս իբրև թե ցույցեր տեղի ունեցան Արախչի ԱԳՆ ղեկավարի Իրանի եւ Ղալիբաֆի օրենսդիր մամլի ղեկավարի դեմ Իրանում ինքնաբուխ, ես չեմ հավատում, որոնք նշում էին, որ նրանք գործակալներ են ԱՄՆ-ի, որ դա ինքնաբուխ ցույց է եղել։ Հա, այս փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ Իրանում երկու տարբեր կարծիքներ են ըստ էության։ Երկու եւ այն ուժը, որ իրեն համարում է հաղթող, այսինքն ռազմական կողմը, որը առավել կարեւոր է, նշում է, որ իրենք ունեն կարմիր գծեր, հանձինս միջուկային գործակ։ Եվ տեսեք, այստեղ մի կարեւոր բան կա, ԱՄՆ-ն նշում է, որ Իրանը համաձայնվել է չունենալ միջուկային զենք եւ դա հուշագրում կա։ Եթե դուք Իրանը համաձայնվել է, որ այո, ԱՄՆ-ի առաջարկին եւ դա պահանջն է ամբողջ աշխարհի, բայց եթե մենք հիշենք նույնիսկ նախկին հոգեվոր առաջնորդի խոսքերը նա մշտապես ասել է, որ Իրանը այդպիսի նպատակ չունի, իսկ ԱՄՆ-ն եւ Եվրոպան հայտարարում են, որ ունի, այսինքն Իրանը կարող է մի բան ասել եւ մի բան ստորագրել ու իրականում դրապես այդ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը որքանով կարող է իրատեսական լինել, եթե մենք հիշենք նախորդ միջուկային գործարքի ձախողված գործարքի պատմությունը։ Ես կարծում եմ, որ սա Տրամպի ձախողումն էր դուրս գալ 15 թվականի միջուկային գործարքից, որովհետև կրկնում է պայմանները գուցե ավելի վատ։ Այն ժամանակ Իրանը իրոք կոնստրուկտիվ էր, այնտեղ հոգևոր իշխանություն եւ Պահապանների կորպուսը այսքան ամրապնդված չէին, դեռ ռեֆորմիստները ունեին որոշակի ազդեցություն, հիմա էլ իրավիճակը, հիմա ռեժիմը կաղապարվելու է այն, ինչից մենք այդքան վախենում էինք հենց Հայաստանի նաեւ տեսանկյունից Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման համար։ Այսինքն վերադառնում են ըստ էության եւ արդեն դեմոկրատները ասում են, որ ընտրությունների ընթացքում այդ հարցը բարձրաձայնելու են, այսինքն սա լինելու է նախընտրական, եթե իհարկե հաջողվի պահպանել այս հրադադարը 60 օրվա ընթացքում, այնտեղ նշվում է, որ ելի կարող է երկարաձգվել։ Ողջ դեբատների հիմքը ԱՄՆ միջանկյալ ընտրություններ, որոնք էլ կորոշեն նախագահ Տրամպի իրավահաջորդի հանրապետական կուսակցության տեխնացուի հաղթանակը կամ պարտությունը հաջորդ ընտրությունները։ Այդ փոխըմբռնման հուշագրի կարևոր կետերից մեկը 300 միլիարդի ներդրումներն են Իրանի տնտեսության մեջ, այստեղ հարց է առաջանում, ինչ է ստացել Արևմուտքը Թեհրանից, որ այդքան ներդրում է անում։ Արևմուտքը ոչինչ չի ստացել է նախագահ Տրամպը, այն ինչի մասին ինքը ամենաշատն է խոսում, ստացել է նավթի գների որոշակի ժամանակահատվածում իջեցում մինչև միջանկյալ ընտրությունների։ Եթե նա կարծում է, որ այս համաձայնությունը կարող է ձգվել մինչև ընտրություն հետո իր ձեռքերը կբացվեն, այնպես չի, որ նախագահ Տրամպը չի հավատում, որ կարող է չիրականացվեն այս համաձայնագրերը, բայց նա հույս ունի մինչև ընտրություն գոնե պահել այս իրավիճակը, որպեսզի նավթի գները չբարձրանան, քանի որ
ԱՄՆ ընտրողները քվեարկում են ելնելով տնտեսական իրավիճակից։ Շատերը նույնիսկ չգիտեն Իրանի հետ կապված այս գործընթացները Մերձավոր Արևելքում։ Իսկ թե Իրանում ինչ քայլերի կգնան, օրինակ, այսպեսի մի իրավիճակ կարող է լինել, մտածեն, եկեք հեղինակազրկենք ավելի Թրամփին, գնանք համաձայնության, մեկ ամսից նորից սկսվի ինչ-որ գործողություն կամ ընտրություններից մեկ շաբաթ առաջ, երբ Թրամփը ոչինչ չի կարող արդեն անել։ Միանշանակ, այսինքն ԱՄՆ նախագահը ցավոք կատարեց սխալ քայլեր, իդեպ բոլոր հնարավորությունները ուներ հասնել իր նպատակներին, կարելի է դրա մասին խոսել, լայն կոալիցիա կազմելով, ինչպես սոցի նախկին պատերազմի ժամանակ, կամ այսինքն տեղեկացնելով գործընկերներին, ոչ միայն Իսրայելի հետ համաձայնեցնելով, չբացելով իր քարտերը, քրդեր եւ այլն, լռությամբ, եւ դա աներ այն ժամանակ, երբ հազարավոր ցուցարարներ գտնվում էին փողոցում, ոչ թե խոստանար, հեռանար, սա ԱՄՆ հեղինակության համար, եւ տեսեք նոնսենս է, ԱՄՆ ռազմական առումով չի պարտվել, բայց Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի տարածաշրջան միտեղ դա հետագա բանակցությունների հիմք է լինելու, ԱՄՆ հետագա ներկայությունը մեծ փորձությունների կարող է արժանանալ, որովհետև շատ երկրներում ԱՄՆ հանդեպ վստահությունը որպես դաշնակից, հուսալի դաշնակից արդեն տարակուսանքի տեղիք է տալիս, եւ այդ ներդրումները իդեպ դրված են Պարսից ծոցի երկրներուսերին, ԱՄՆ-ն չի անելու։ Հիմա համաձայնություն կա 30 օրում Հորմուզի նեղուցի շրջափակման այդ հարցը լուծել, վերացնել, սա ընդհանրապես ինչ ազդեցություն կունենա նավթային շուկայի գլոբալ էներգետիկ քաղաքականության վրա։ Գիտեք, ճիշտ է, այսպես որոշ չափով գները անկում են ապրել, բայց փորձագետները նշում են, որ ամիսներ տևելու է գործընթացը, այնպես չի, որ բացվեց, նավերը այդպես կանգնած էին եւ հիմա բոլորը, ինչպես ասեց Թրամփը, հոսում է նավթը։ Այդպես չի։ Եվ այնտեղ ականապատման աշխատանքներ է կատարել Իրանի։ Իդեպ G7 գագաթնաժողովի ժամանակ Թրամփը դիմեց եվրոպացի գործընկերներին օգնության խնդրանքով, այսինքն դեռ այդ խնդիրը կա։ Եվ եթե նույնիսկ հրադադար որոշ չափով լինի, դեռ նավթի գները էլի ինչ-որ որոշակի անկայունություն են դրսևորելու, իսկ այն, որ Ռուսաստանը չպիտի կորցնի խաղաքարտը եւ Մերձավոր Արևելքում պիտի շարունակի լարել իրավիճակը։ Բայց եթե Իրանի նավթի ճանապարհը բացվում է, դա Ռուսաստանի Դա անկումն է Ռուսաստանի միանշանակ, որովհետև նախ ԱՄՆ-ն նորից կդնի սահմանափակումներ, ռուսական էներգակիրների նկատմամբ G7-ում արդեն այդ մասին խոսում։ Դրա մասին իրենք համաձայնության եկան, բայց Թրամփը դա ասեց կմտածեմ, այսինքն դա միանշանակ չի։ Երբ որ լինի համաձայնություն գոնե մեկ ամիս անցնի, այո, բայց թե Ռուսաստանը ներսում Իրանի ինչ ազդեցություն ունի եւ կրկնեմ Չինաստանը մեծամասամբ կօգնի, որովհետև Չինաստանը տեսավ, որ նախագահ Թրամփը շտապում է կայացնելու համաձայնություն եւ գիտակցեց, որ նա ունի այստեղ խոցելի կողմ է։ Համաձայնություն ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները, այդ թվում նաև Լիբանանում, այլ տեղերում, սա որքանով է իրատեսական, եթե հաշվի առնենք Իսրայելի դիրքորոշումը, հաշվի առնենք Նեթանյահուի կոշտ հայտարարությունները, որ մենք կշարունակենք մնալ Լիբանանում, չգիտեմ, Սիրիայում, այդ բուֆերային գոտիներում, սա ինչ է Միացյալ Նահանգների հետ ուղիղ խարճակատում։ Դա այնքանով է իրատեսական, որքան իրատեսական է նախագահ Թրամփի կողմից ստեղծված խաղաղության խորհրդի գործունեությունը Պաղեստինում։ Իդեպ այնտեղ էլ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել, սպանում է Համասի ղեկավարությանը։ Այսինքն ես կարծում եմ Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով ավելի բարդանալու է, որովհետև հիմա Իրանը նույնիսկ արդեն չի էլ բանակցում իր պրոքսի ուժերի մասին։ Եկեք չմոռանանք, որ սկզբում ԱՄՆ-ն պահանջում էր նաև Հեզբոլլայի, հուսիտների, Համասի հետ կապված համաձայնություն։ Հիմա հակառակը Իսրայելին են ասում՝ մի հարվածիր։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, Համասը ներողություն, Հեզբոլլահը պիտի շարունակի օրինակ Իսրայելի հյուսիսային սահմանի մոտ զորավարժություն անել, խոսքը կրակի արձակելու մասին չի, իրենք խորամանկ են։ Այսպես զինվել, մարտավարությունը բարձրացնել, Իսրայելը նայի, սպասի, երբ են հարձակվելու, այսինքն Իսրայելի շահի տեսանկյունից եւ իդեպ մենք ձեզ հետ դրա մասին խոսել ենք, որ այդ խոսքերը իբրև թե ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է, Թրամփը, Նեթանյահուի ընկերն է եւ երբեք իրենք չեն վիճի։ Եվ նույնիսկ հիմա հարցը առաջանում, թե ինչպես պատահեց, որ Իսրայելի ամենամոտ ռազմավարական դաշնակիցը հիմա սահմանափակում է, կանգնեցնում է Նեթանյահուի ռազմական ծրագրերը։ Իրանում կա մի այսպիսի տեսակետ, պետք է ամեն ինչ անել ԱՄՆ-Իսրայել ուրեմն համագործակցությունը խզելու կամ դա գոնե վնասելու նպատակով։ Այո, եւ նա իրականացրեցին ըստ էության եւ այն տարում, երբ Նեթանյահուն գնում է ընտրության։ Մենք լուրջ process-ների առջև ենք կանգնելու, ականատես ենք լինելու լուրջ փոփոխությունները, որը միանշանակ ազդեցություն ունենալու է մեր երկրի վրա, որովհետև մեր հարևան երկրներում է տեղի ունենում այս ամենը, եւ որևիցե մեկը ոչինչ չի կարող այսօր բացառել։
Իսկ այս տրամաբանությունը, այն ինչ որ կատարվում է երկրի համար դրական զարգացումներ է ապահովում, թե ոչ, նկատի ունեմ Իրանի հնարավոր տնտեսական, քաղաքական ռեաբիլիտացիան, արևմուտքի հետ լեզու գտնելը դա մեզ համար նոր հնարավորություններ է բացում։ Եթե ռեաբիլիտացիա տեղի ունենա, այո, եւ ես ինչու էի աջակցում նաեւ իմ խոսքում Իրանում ռեժիմի փոփոխությանը, որովհետեւ Իրանը մեր բարեկամ երկիրն է, Իրանի թուլությունը մեզ պետք չի, բայց մեզ պետք է կանխատեսելի եւ արևմուտքի հետ դրական հարաբերություններ ունեցող Իրան, որը չի խոչընդոտի տարածաշրջանում ամերիկյան որևէ նախաձեռնությանը։ Իսկ հիմա մենք հակառակ իրավիճակում հայտնվեցինք։ Գումարած դրան, ես Սիրիայում եմ կանխատեսում նորից ռազմական գործողությունների սկիզբ, դիտեպ պատահական չեմ համարում Տրամպի կողմից հենց Սիրիա անունը նշելը, այնտեղ Թուրքիան եւ Իսրայելն են արդեն ունենալու խնդիրներ, այնպես չի որ իրենք իրենց բանակներով են փախվելու, բայց հիմա օրինակ Թուրքիան տեսնում եք Իրանի հանդեպ ավելի ջերմ է տրամադրված եւ գուցե մտածում է, որ ժամանակն է Իսրայելին ցույց տալ իր տեղը, ինչպես ասում է Էրդողանը։ G7-ի գագաթնաժողովում մեծ յոթնակի առաջնորդները ողջունեցին, հա, Իրան, Միացյալ Նահանգներ այս փոխըմբռնման հուշագիրը, սրանից զատ իհարկե կարևոր թեմաներից մեկը Ռուսաստան-Ուկրաինա եւ հիմնական եզրակացությունը այստեղ այն էր, որ Ռուսաստանը իրական պատրաստակամություն ունի պատերազմը խաղաղ բանակցություններով կանգնեցնելու։ Ինչու հենց հիմա այդ վերջնական այսպիսի եզրակացություն։ Գիտեք, ես կարծում եմ եվրոպացիները խորամանկ դիվանագիտություն վարեցին, իրենք դա արդեն պատրաստել էին, որովհետև իրենց գլխավոր նպատակը ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելն է։ Մենք հիշում ենք, կանցլերն էր դրա մասին խոսում, որ պետք չի մոռանալ Ռուսաստանը, որովհետև իրենց հարևանը Ռուսաստանն է։ Բայց որպեսզի Տրամպը համաձայնի ստորագրել, այդտեղ ներառեցին նաև Իրանի հետ կապված համաձայնություն, նշելով, որ սա ֆանտաստիկ հաջողություն է եւ այլն եւ այլն։ Այնտեղ նաև կա հնդկա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ կապված տող, որ մենք աջակցում ենք ԱՄՆ-ին նաև այս տարածաշրջանում։ Այս երկու կետերը, քանի որ ականջահաճո են նախագահ Տրամպին, այս երրորդն են այստեղ ներառել եւ ԱՄՆ-ն այո, բացի այդ նախագահ Տրամպը տեսավ, որ խաղաղ հարթեր կան Զելենսկու մոտ, դիտեպ շատերը քննարկում են արևմտյան պարբերականներից մեկում նկարը, որտեղ Զելենսկին խաղաքարտերով նստած է Տրամպի առջև, եւ այդ խաղաքարտերը ինքը իրեն Ուկրաինան ձեռք բերեց։ Հիմա այսինքն Տրամպը ավելի չի կարող ճնշել Զելենսկուն։ Ինչ անի Զելենսկին ասում է օգնություն չեք տալիս, լավ է, մենք մեկ է։ Բայց G7-ի երկրները որոշում կայացրեցին օգնությունը շարունակել, կրկնապատկել, ռազմական հակամարտային պաշտպանություն, նաեւ ուժեղացնել սանկցիաները ռուսական նավթի, գազի Այսինքն Ռուսաստանի ռազմական բյուջեն ունի այդքան դիմադրողականություն այս ակցիային դիմանալու։ Իրենք համաձայնեցին նախ, որովհետև տեսան, որ ինչքան էլ ԱՄՆ կողմը հորդորում էր Ուկրաինային չհարվածել ռուսական MPZ-ներին, նավթամիաշական Ուկրաինան հարվածում է, այսինքն եթե ոչինչ չեն կարող անել, ուրեմն ուժեղի կողմը այս տեսանկյունից պետք է բռնել, բացի այդ, այստեղ կարևոր է, որ Տրամպը տա համաձայնություն Պետրիոտ համակարգերի ստեղծման համար Ուկրաինայի ներսում, որ էլ Ուկրաինան կախված չլինի ԱՄՆ-ում այդ համակարգերի, որոնք մեծամասամբ արդեն սպառվել են Իրանի հետ պատերազմում, մատակարարումներից, բայց քանի դեռ արևմուտքում նշում են, որ տակտիկական առումով Ուկրաինան վերցրել է այսպես հաջողությունը իր ձեռքը օդային հարվածներով, Զելենսկին ավելի վստահ է եւ եվրոպացիները կփորձեն նաեւ Զելենսկու հետ միասին Տրամպին ոչ թե ճնշել, այլ համոզել բռնել ճիշտ կողմը։ Կհաջողվի դա թե ոչ չգիտեմ, որովհետեւ նախագահ Տրամպը ժամ-առ-ժամ փոխում է իր տեսակետը, Պուտինն էլ այնտեղ էլի նամակներ է գրում նախագահ։ Դե հիմա նախագահ Տրամպին կոչ արեցին նորից փորձել կազմակերպել Զելենսկի-Պուտին ուղիղ բանակցություններ, նա էլ պիտի փորձի եւ ասում է հույս ունի, որ ինչ-որ բան կլինի։ Ինչ-որ բան կլինի։ Ես կարծում եմ, որ ոչ, մինչև խոր աշուն, կարող է ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որովհետև ամառային հարձակման վրա Ռուսաստանը դեռ տարօրինակ է ինչ-որ հույսեր ունի, այդտեղ հոդվածներ կան, որ ռուս գեներալները համոզել են Պուտինին, որ մենք կարող ենք առաջ գնալ եւ այստեղ մի նախադասությամբ հիշենք մեր նախորդ եթերում մեր սիրելի Լուկաշենկոին, որը հիշում եք, ես ասում եի, որ նա շուտով խնդիրներ է ունենալ Ռուսաստանի հետ, նա հարցազրույցում ներողություն խնդրեց Զելենսկուց, հասկացրեց, որ եթե մենք
թիվ մտնենք պատերազմի մեջ, Բելարուսը կկործանվի, իդեպ հակառակն էր ասում, հիշում եք Օրեշնիկին եւ այլն, եւ հաջորդ օրը ասում են իբրև թե ուկրաինացիները, բայց ակնհայտ է հարված հասցվեց Բելարուսի երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Այսինքն այստեղ նշան արեցին, որ չես կարող խաղեր տալ։ Դրանից մեկ օր առաջ էլ Պեկինից Բազասչյան դելեգացիա էր եկել։ Մինսկ հիմա Լուկաշենկոն հույս ունի Տրամփին գովաբանելով եւ Պեկինի հետ ինչ որ հարաբերություններով պահպանել որոշակի ինքնիշխանություն, կհաջողվի թե ոչ, չգիտենք։ Հիմա ասենք մեր բլից հատվածին, խնդրում եմ շատ արագ եւ շատ կարճ, այո, ոչ, մեկ բառ, մեկ նախադասություն։ Կարապետյանի առաջարկած կոալիցիան կդառնա իրական քաղաքական գործոն, թե կմնա թղթի վրա։ Իմ կարծիքով կմնա թղթի վրա։ Սահմանադրական դատարանը կփոխի ընտրությունների արդյունքները, թե կվավերացնի կենտրոնական տրական հանձնաժողովի որոշումը։ Կվավերացնի։ Քոչարյանի դեմ նոր մեղադրանքը կբերի նրա վերջնական մեկուսացմանը քաղաքականությունից, թե ոչ։ Մոտ ապագան ոչ։ Ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե կբոյկոտի։ Կվերցնի։ Արտերկրի քաղաքացիներին ընտրական խստացումը քաղաքացիական պայմանագրի վախներ, թե ընտրական համակարգի առողջացումը։ Երկուսն էլ։ Պուտինը մինչև հուլիսի 1 կշնորհավորի Փաշինյանին։ Եթե հանդիպում տեղ ունենա, այո։ Կրեմլը կհաշտվի Հայաստանի ընտրությունների արդյունքների հետ, թե կգործարկի պլան B։ Հանդիպումից է կախված։ Կամ երկուսն էլ։ Ինչի է պատրաստ Ռուսաստանը տարածաշրջանում եւ Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար։ Եթե Ուկրաինայում հրադադար լինի, ամեն ինչի։ Ով է Հայաստանի համար ավելի կանխատեսելի գործընկեր այս փուլում տարածաշրջանում։ Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը։ Այս փուլում ոչ մեկ։ ԱՄՆ միած Իրան հուշագիրը կվերածվի վերջնական պայմանագրի, թե կտապալվի առաջիկա 60 օրում։ Կարծում եմ կտապալվի կամ կերկարաձգվի նորից։ Թրամփը կազմակերպի Պուտին-Զելենսկի ուղիղ բանակցությունները մինչև աշուն, թե ոչ։ Աշնանը։ Այս մեծ աշխարհքաղաքական փոթորկի մեջ Հայաստանը կկարողանա պահպանել դուրս գալ առանց կորուստ, առանց վնասների։ Կախված է իշխանություններից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսպիսին էր այսօրվա ազատ զրույցը, այսպիսին էր իրավիճակը ազատ զրույցի տաղավարում Հայաստանի հետընտրական իրավիճակի եւ գլոբալ քաղաքական տեկտոնական տեղաշարժերի համատեքստում մեկ բան ակնհայտ է, որ այս իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է եւ ներքին կայունություն եւ ստապ ռազմավարական որոշումներ այս գլոբալ տեկտոնական փոփոխությունների ֆոնից դուրս գալու առանց կորուստների եւ առանց վնասների։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ։ Շնորհակալություն, որ հետեւում եք, լավ մնացեք, կհանդիպենք։